Կոկոսի սիրահարներ հավաքվեք, համեղ թխվածքաբլիթներ ենք պատրաստում, որի համից չեք հագենա։ Թխվելու ժամանակահատվածը հանած այս թխվածքաբլիթները պատրաստելու համար կծախսեք ընդամենը 3-ից 5 րոպե։ Պատրաստեք միանգամից կրկնակի չափաբաժնով, քանի որ որքան արագ պատրաստվում, նույնչափ արագ էլ վերջանում են, շատ փխրուն և համեղ են ստացվում։ 80 գրամ հալեցրած կարագի վրա ավելացնում ենք նույնչափ շաքարավազ և մի լավ հարում ենք, կարելի է խառնել նաև ձեռքի հարիչով։ Շատ հետաքրքիր, մատչելի, արագ բաղադրատոմս է։ Բաղադրիչները միացնում ենք, առանց ձեռքերը ալյուրոտելու ձևավորում ենք թխվածքաբլիթները և անմիջապես թխում ենք, սրանից հեշտ չի լինում։ Երկու հավկիթը մեկ-մեկ ավելացնում ենք և շարունակում ենք խառնել։ Հարելու ընթացքում ավելացնում ենք 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ, որը կարելի է փոխարինել 1 բթղունց վանիլինով։ Քանի որ խմորը պատրաստելիս չենք օգտագործում մածուն, կաթ կամ թթվասեր, կավելացնենք փխրեցուցիչ՝ նուրբ, քնքուշ թխվածքաբլիթներ ստանալու համար։ Այս բաղադրատոմսի մեջ փխրեցուցիչը մի փոխարինեք սոդայով, այլապես ձեր պատրաստած թխուկից արտահայտիչ սոդայի համ կգա։ Փխրեցուցիչը շատ լավ ակտիվանում է, երբ այն ավելացնում ենք ալյուրի հետ միասին, այդ պատճառով միացնում ենք այս երկու բաղադրիչները։ Խմորի մեջ օգտագործվում է 100 գրամ կոկոսի քերուկ և նույնչափ ալյուր։ Կարելի է վերցնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր կոկոսի փաթիլներ, համային ոչ մի տարբերություն։ Լցնում ենք կոկոսի փաթիլները, խառնում ենք, ավելացնում ենք մնացած 4 բաղադրիչները։ Ստացվում է ձեռքերին կպչող փափուկ խմոր։ Խմորը չենք ունցում, պարզապես գդալի օգնությամբ բաղադրիչները իրար ենք միացնում։ Սա շատ լավ բաղադրատոմս է նրանց համար, ովքեր խմորի հետ աշխատել չեն սիրում, պարզ, հեշտ ու շատ արագ։ Գնդիկներ կարող եք ձևավորել երկու գդալի օգնությամբ կամ պաղպաղակի համար նախատեսված սարքով։ Այս բաղադրատոմսով ստացվում է 12-ից 14 հատ կոկոսի արտահայտիչ համով թխուկներ։ Օգտագործում ենք յուղաթուղթ, թխում ենք նախապես 180 աշճան տաքացված ջեռոցում մինչև գեղեցիկ համաչափ կարմրեն։ Ամբողջ խոհանոցով 1 կոկոսի բույր է տարածվել, իսկ թե որքան գեղեցիկ է, դատեք ինքներդ։ Փխրուն, նուրբ ու անչափ համեղ թխվածքաբլիթները պատրաստ են, դուք էլ փորձեք և անուշ արեք։ Առայժմ